Ես կուզենայի ենթադրություններ չանեինք, իսկապես չանենք ենթադրություններ եւ չասենք այնպիսի բաներ, որոնց համար հետո պիտի պատասխան տանք, եթե այդպես չեղավ։ Ես կուզեի կուտակվել են բավականին շատ հարցեր, իսկապես շատ հարցեր, եւ կուզեինք ունենալ կոլեկտիվի հետ հանդիպում քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, որոնք մեզ կտային սպառիչ պատասխաններ։ Եթե այս մարդը գործել է ինչ-որ մեղքեր, եթե հանցանք է գործել կամ մեղք է գործել, թող գան մեզ ասեն։ Ասեն, որ այս մարդը արել է այս սխալները, բերեն հիմնավոր պատճառներ եւ դրա հիման վրա հեռացնեն այս մարդուն, մենք էլ կասենք ինչ լավ ազատվեցինք սխալ մարդուց։ Ու մենք պահանջում ենք, այսօր մենք դիմում ենք գրել, ներկայացրել ենք քաղաքապետարան եւ խնդրում ենք, որ գան մեզ տան այդ բոլոր հարցերի պատասխանները, որպեսզի հետո մամուլում ուրիշ տեղեր, փչացած հեռախոսի նման անիմաստ եւ երբեմն ճշմարտությանը ոչ համապատասխանող լուրեր չտարածվեն։ Ամեն ինչ պետք է լինի պարզ եւ թափանցիկ։ Թող լինի մեր տնօրենը անպայման պիտի լինի այդ հանդիպմանը, ամբողջ կոլեկտիվը պետք է լինի այդ հանդիպմանը եւ պիտի լինի համապատասխան մարդը քաղաքապետարանից, ով կարող է պատասխաններ տալ։ Թող լինի թափանցիկ հարց ու պատասխան։ Այդ ձեզ հեռացնում ենք սրա համար։ Գուցե մեր տնօրենը ունի պատասխաններ, որ այս սա ես արել եմ օրենքի ուժին համապատասխան։ Պիտի լինի այս թափանցիկությունը, որպեսզի ավելորդ բամբասանքներ, ավելորդ սխալ լուրեր չտարածվեն, որը ազդում է նաև մեր բոլորի վրա, մեր ստեղծագործական աշխատանքի վրա։ Ի վերջո մի մոռացեք, որ այս թատրոնը ներկայանում է ամեն օր երեխաներին։ Ինչ բանով պիտի խաղանք մենք, ինչ տրամադրվածությամբ, երբ որ գիտենք, որ այսօր կարող է խաղանք, վաղը չէ։ Ինչ է նշանակում չտալ հստակ պատասխաններ, այսինքն այդ նույն սուրը նաև բոլորիս յուրաքանչյուր դերասանից վզին ուզենան առանց պատճառի հեռացնել, չի կարող այդպիսի բան լինել։ Այդ դրա համար մենք խնդրել ենք, որ այսօր մինչև ժամը 6-ը չէ, եթե չեմ սխալվում, գա քաղաքապետարանի ներկայացուցիչը եւ մենք հանգիստ առանց վեճի, ոչ մեկին առանց վիրավորելու, մենք ուզում ենք սպառիչ պատասխաններ ստանալ, մենք ուզում ենք հասկանալ ինչի մասին է խոսքը, ընդամենը։ Եվ այդ ինչպես, հա? Չեմ լսում։ Դե դասեցի, չէ, բանի համար էր, հրավիրատոմս միակ տալու համար, որտեվ ասում եմ, կա լիմիտ գոյություն ունի, այդ լիմիտը մենք նախ չենք ացել, նախ մենք չունենք, օրենքով լիմիտ էլ չունենք, տենց օրենք չկա, հասկանում եք, իսկ իրանք ասում են, չէ, դուք չարաշահել եք, որտեվ շատ եք տվել, եւ այդ դրա համար հանում են, այդ լավագույն դեպքում ընկերական մարդը կարող է մոտենա, ասի ընկեր ջան, էլի, այդքան մի բաժանի, այդքան բան եւ հարցը փակվեր։ Ինչպես։ Ես կարծում եմ, որ դա, չգիտեմ, եւ ինձ համար ամենաանհասկանալին, ինչու հեռացնել մի մարդու, ինչու հեռացնել աշխատող մեքենայի շարժիչը, ինչու, որը առաջ է տանում կոլեկտիվը, որը ճիշտ կարողանում է կազմակերպել աշխատանքը, կոլեկտիվի բոլոր անդամները գոհ են եւ այսօր էլ մի մարդու նման կանգնած են տնօրենի թիկունքին եւ ուզում են ամեն ինչ արած լինեն, որպեսզի մեր կոլեկտիվը չզրկվի աշխատող, բանիմաց, պրոֆեսիոնալ առաջնորդից։ Այս ամեն ինչի այս հավաքի իմաստը նաև ձեզ հրավիրելու իմաստը սա էր։ Նաև մենք չենք ուզում ազատվել, չենք ուզում հրաժարվել, չենք ուզում որ իրեն հեռացնեն աշխատանքից, որովհետև բոլորս իր հետևից մենք վստահորեն քայլում ենք, որովհետև վստահ ենք, համենայն դեպս ես, որ որևէ բան, որևէ խնդիր, որևէ մի ինչ որ կապված է թատրոնի հետ, մարդը կարողանում է գտնել բոլոր հարցերի լուծումը։